Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շատ լավ, հաջորդ հարցը, բա այդ հացի համար ով է վճարում։ Բա հա այն չենք ուզում, հարկ չենք, ընդեղ չենք ուզում, հարկ տանք, ընդեղ չենք ուզում, հարկ տանք, ընդեղ չենք ուզում, հարկ տանք, չենք ուզում։ Ով է վճարում այդ հացը։ Շատ լավ, մի տեղից տալիս ենք։ 10 տարի լավ թե վատ այդ մարդկանց ինչ որ հաց ենք հասցրել եւ ինչ ենք փոխել այդ մարդկանց կյանքում։ Ընդամենի մի բան։ Մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, իրենց դարձրել ենք կախյալ եւ աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել ենք մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն եւ նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճակատագրին։ Եվ ես հպարտ եմ, որ քաղաքական կամք է ցուցաբերել այս կառավարությունը եւ այս քաղաքական մեծամասնությունը անապահովության գնահատման եւ աղքատության համակարգ նոր համակարգ ներդնելով։ Երբ մենք մարդուն այո հաց տալիս ենք, բայց միայն այնքան ժամանակ, երբ համոզվում ենք, որ նա բավարար ջանք է գործադրում եւ մենք էլ բավարար ջանք ենք գործադրում, որ նա սեփական հացը վաստակելու հնարավորություն, կարողություն, գիտելիք, կրթություն եւ հմտություն ունենա։ Իսկ երբ կրթության եւ աշխատանքի միջոցով այդ ջանքերը գործադրում է մարդը, մեր տված հացի կարիքը չի ունենում, այլ միջավայրի, բարեկարգ բնակավայրի, փողոցի, բակի իր վաստակած թեկուզ քիչ հացով բարեկեցիկ կյանք վարելու հնարավորություն է ակնկալում մեզնից։ Սա է մեր քաղաքականությունը եւ մեր ռազմավարությունը եւ սա ճիշտ ռազմավարություն է եւ արժանապատիվ ռազմավարություն է։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղականներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Բազմիցս նշել եմ, հիմա էլ ուզում եմ վերահաստատել, որ անվտանգությունը մարդու բարեկեցության առանցքային գործոններից է, հացին առնվազն հավասար։ Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է եւ ուրախ եմ արձանագրել, որ ինչպես գիտեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտված։ Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ եւ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը եւ ԵԱԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը եւ նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը եւ թե երկրորդը։ Սա ընդ որում պաշտոնական առաջարկություն է։ Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը, խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում իր այն պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն եւ ոչ թե որպես խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։ Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը քաղաքական
եւ իրավական բովանդակությունը։ Եվ հետեւաբար պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, ինչ է պարունակում եւ ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը եւ արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրը արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, եւ ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, ահա այս արձանագրումը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ հետևաբար Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անպեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա, կրկնում եմ, բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող եւ բեկամման ոչ ենթակա որոշում է։ Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։ Ահա ուրեմն, եթե ընդունենք, որ մեր սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ այն ստորագրելը։ Ինչու՞։ Որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստ ուղարկել Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը Սահմանադրության հետ, մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։ Չնայած փորձագետները 2025 թվականի Սահմանադրական դատարանի որոշումից հետո սեպտեմբերի իմ հիշատակած նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ եւ անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության եւ հակամարտության միջև։ Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիր ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի եւ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. մեջբերում եմ. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ եւ հետեւաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը եւ սա է,
որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտածածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։